Հրապարակ թերթը գրում է. Իշխանությունն ավարտին է հասցնում նախընտրական շտաբների ձևավորումը։ Յուրաքանչյուր համայնքում կլինի մեկական շտաբ, մեծում 2։ Շտաբի պետեր են նշանակվում գործող համայնքապետերը, անկախ կուսակցական պատկանելությունից։ Նույնիսկ նախկին հանրապետականներին կամ այլ ուժերի ցուցակով ընտրվածներին առաջարկում են ղեկավարել հետագա պաշտոնավարումն ապահովելու դիմաց։ Օրինակ, Ապրանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը նախկինում ընդդիմադիր համաձայնել է։ Մարզային շտաբները ղեկավարելու են մարզպետները։ Բացառություն Սյունիքում։ Գորիսի շտաբի պետը կլինի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը Նարեկ Բաբայանը, Սիսյանինը Կարեն Համբարձումյանը, Մեղրիինը համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, Քաջարյանինը ավագանու ՔՊ անդամ Արմեն Արաքելյանը։ Հրապարակ թերթը գրում է. մոտ 1 ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ Սպայկա ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով ուզում էր Զեկույց անունով ընդդիմադիր կուսակցություն ստեղծել։ Դրանից առաջ Սպայկան ՌԴ-ում խնդիրներ ուներ, որոնք Աբրահամյանը լուծեց։ Այդ խնդիրները ծագել էին ԱՄՆ դեսպանի ընկերություն այցելելուց հետո։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Ղազարյանը ՀՀ իշխանությունների ճնշման տակ փոշմանել է ու պատրաստակամություն հայտնել առաջիկա ընտրություններում աջակցել Փաշինյանին, ինչի պատճառով կրկին սանկցիաների տակ է ընկել Ռուսաստանում։ Հիմա արգելել են Սպայկայի ծաղիկներով բեռնատարների մուտքը ՌԴ։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Հիսնյակում տեղ զբաղեցրած Արաքսիա Վարդանյանը, որն այժմ աշխատում է կուսակցության գրասենյակում եւ դրա շնորհիվ է մեծ թվով ձայներ ստացել ներկուսակցական ընտրություններում, պարզվում է, որ ոչ վաղ անցյալում եղել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը։ 2021 թվականի ընտրություններին նա մասնակցել է Ազատական կուսակցության ցուցակով եւ ընտրություններից 2 օր առաջ կոշտ գրառումներ արել Փաշինյանի դեմ, գրելով, որ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով։ ԿՊ-ում նրան լավ աչքով չեն նայում, ինչպես մյուս ճամբարափոխներին, հատկապես կուսակցության հնաբնակները, որոնցից շատերն այսօր ստվերում են մնացել։ Փաստորաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել։ Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլևս ամբողջությամբ արևմուտքի կամակատարն է ընդդեմ Ռուսաստանի։ Հիմա Ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ բացատրական աշխատանք են տանում, որ նրանք այլևս չհանդուրժեն գրավորական կեցվածքը։ Պետք է կամ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, մասնավորապես հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կամ պատրաստ լինեն Ռուսաստանում լուրջ դժվարությունների։ Հայ հասարակությանը նույնպես ժամանակ է տրվել որոշելու՝ Փաշինյանին պահում են առաջիկա նյութական զրկանքների գնով, թե մերժում են։ Փաստորաթերթը գրում է. 2024 թվականի տարեսկզբին կառավարության որոշմամբ ստեղծվեց Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը, տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանն անկախ դարձնելու նպատակով։ Կենտրոնի կառավարումն իրականացնում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը։ Նախորդ տարի կենտրոնին հատկացվել էր 371 միլիոն 840 հազար դրամ, իսկ այս տարի ֆինանսավորումն աճել է մինչև 438 միլիոն 518 հազար դրամ։ Պաշտոնապես նպատակը տեղեկատվական անվտանգության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորումն է, սակայն չնայած ահռելի միջոցներին, Հայաստանում ակնառու են տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիրներ։ Փաստորաթերթը գրում է. Իջևանի Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արմեն Օհանյանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Արցախում հերոսաբար զոհվել է։ Ադրբեջանական գերակշիռ ուժերի հարձակման ժամանակ նա զինվորներին հրամայել է նահանջել, մարդն իր վրա վերցրել, վիրավոր եւ շրջապատված վիճակում, որպեսզի գերի չընկնի, նռնակով պայթեցրել է իրեն։ Նա հետմահու արժանացել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի եւ բազմաթիվ այլ պարգևների։ Իջևանցիները դիմել են Նիկոլ Փաշինյանին ազգային հերոսի կոչում շնորհելու խնդրանքով, սակայն Փաշինյանը մերժել է, պատճառաբանելով, որ Իջևանի գնդի հրամանատար Թաթուլ Ղազարյանն արդեն հետմահու արժանացել է հերոսի կոչման եւ Իջևանից երկրորդ անձի չի կարող հերոսի կոչում տալ։ Մարտի 27-ին Իջևան համայնքի ավագանին միաձայն որոշել է Ղարագյոզյան փողոցի առաջին նրբանցքը անվանափոխել, դարձնելով Արմեն Օհանյան փողոց։ Փաստորաթերթը գրում է. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են, որ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչն ի վերջո աշխատում է գործող իշխանության օգտին։ Առանցքային նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը։
Հենց դա կարող է խոչընդոտել իշխանության վերարտադրմանը։ Փորձագետները հիշեցնում են նախորդ ընտրությունների փորձը, երբ բազմաթիվ ուժեր ստացան նվազագույն տոկոսներ, որոնք չվերածվեցին քաղաքական ազդեցության։ Առնվազն մի քանի հարցում անհրաժեշտ է գալ կոնսենսուսի, առաջին հերթին բացառել միմյանց դեմ կռիվ տալու երևույթը։ Հակառակ դեպքում ցանկացած քայլ դարձյալ ուղղված կլինի ներկա իշխանությունների վերարտադրմանը։ Փաստորա թերթը գրում է. Մոտ 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել էր ներառական զարգացում, ձեռքբերումներ եւ անելիքներ խորագրով համաժողով, իբր նվիրված Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին, սակայն ըստ ԱՀԱԺ Արդարություն խմբակցության նախկին падգամավոր Մետաքսե Հակոբյանի, այդ հանդիպումը որևէ կապ չուներ արցախցիների հետ։ Այնտեղ հիմնականում ներկայ են վերաբնակիչներ, ովքեր ժամանակին Հայաստանից տեղափոխվել են Քաշաթաղի շրջան։ Նրա խոսքով արցախցիների 99%-ը մեջքով է շրջված այս իշխանություններին, իսկ 1%-ի գերակշիռ մասը պարզապես չի մասնակցի ընտրություններին։ Հակոբյանը նշել է նաև, որ ԱԱԾ աշխատակիցները խոչընդոտում են արցախցիների հետ իրենց հանդիպումները։ Մարդիկ վախենում են ռեպրեսիաներից, տարածք չեն տրամադրում, թեև առանձին զրույցներում աջակցում են։ Փաստորա թերթը գրում է. ԿՊ-ն հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում Երևանում, անցել է անհատական զրույցների։ Խոսքը քաղաքացիների հետ հանդիպումների մասին չէ, այլ ընդդիմադիրներին պոտենցիալ աջակցողների հետ զրույցների։ Տեղերի ԿՊ-ականներն ու տասովչիկները հանդիպում են այն անկուսակցական երիտասարդների հետ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն եւ տեղերում մեծ հարգանք ու հեղինակություն են վայելում, որպեսզի նրանք նախընտրական շրջանում չաշխատեն ուժեղ Հայաստան կամ Հայաստան դաշինքների օգտին։ Սակայն այդ զրույցները ցանկալի ընթացք չեն ստանում։ Շատերը քաղաքավարի կերպով հեռու են ուղարկում ԿՊ-ականներին, իսկ վերջիններս իրենք են ակնարկում, որ հանդիպել են պծիճկա դնելու համար եւ ստիպված են անում հիշատակում անելով, որ ված չի լինի դրա մասին հիշել հունիսի 7-ից հետո, երբ իշխանությունն իրականացվի։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։